Գարնանային բարևներ բոլորիդ հեռավոր Մոսկվա քաղաքից։ Գարնանային լավ օր եմ մաղթում ձեզ, սիրելիներս։ Գարունը սեր է, ջերմություն է, թող գարունը միշտ մեր սրտերում, հոգիներում լինի։ Սիրելի հետևորդներ ջան, կարծես թե մեզ մոտ էլ է արդեն գարունը եկել։ Այսօր շատ տաք է, ձյունը հալվում է։ Շուտով արդեն այս գեղեցիկ ձմռան վերջին օրերը կլինի։ Իսկ հիմա, սիրելիներս, ձեզ հետ բարևեցի, գնանք տիկին Մարինեի խոհանոց գեղեցիկ, տեսնենք այսօր ինչ ենք պատրաստում միասին։ Եկանք գեղեցիկ տիկին Մարինեի խոհանոց, այսօր միասին կպատրաստենք ոսպով հասարակ, բայց միևնույն ժամանակ շատ համեղ ապուր։ Կարագը դրել եմ կաթսայի մեջ, մի կտոր, գազօջախը վառել եմ։ Հիմա մինչ կարագը կհալվի, ես կմանրացնեմ մեկ միջին գլուխ սոխ։ Շատ մանր եմ մանրացնելու, սիրելիներս։ Ոսպով ջրալի ապուրի հետ միասին կպատրաստեմ լապշայով պլավ։ Հետևեք, կտեսնեք, թե ես ինչպես եմ պատրաստում։ Այսօր ես պատրաստելու եմ իմ տարբերակով, պատրաստելու եմ առանց կարտոֆիլի, առանց գյազարի։ Սիրելիներս, բոլոր տնային տնտեսուհիներս էլ ունենք մեր պատրաստման տարբերակը։ Այսօր էլ որոշեցի ես պատրաստեմ իմ պատրաստման տարբերակով։ Սիրով պատրաստում եմ և սիրով ցույց կտամ ձեզ բոլորիդ։ Մինչ սոխը մանրացրեցի, կարագը արդեն հալվեց, դարձավ յուղ։ Յուղը կխառնեմ և կավելացնեմ մանրացրած սոխը յուղի վրա։ Յուղի վրա սոխը լցնելուց հետո կխառնեմ և կթողնեմ, որ կարմրի սոխը։ Սոխը արդեն տապակվել է, պետք է ավելացնեմ կարմիր աղացած քաղցր պղպեղ, 1 ճաշի գդալ։ Կարմիր պղպեղը նորից խառնում եմ սոխի հետ, որ կոշտուկներ չառաջանա, տեսնում եք ինչ գեղեցիկ գույն ստացավ։ Ավելացնում եմ չորացրած ռեհան և ցիտրոն, նորից եմ խառնում։ Ավելացնում եմ նաև 1 ճաշի գդալ ալյուր։ Ալյուրը սկսում եմ բովել։ Պետք է անպայման բովենք, որ ճաշի մեջ ալյուրի համը չգա։ Մի 2 րոպե բովելուց հետո կավելացնեմ սառը ջուր։ Հիմա մի քիչ կավելացնեմ, կխառնեմ, աստիճանաբար եմ ավելացնելու, որ ալյուրը չկոշտանա։ Տապակված սոխի, կարմիր պղպեղի ալյուրի վրա ջուր էի լցրել մի փոքր։ Հիմա ջուրն էլ եռում է, ավելացնում եմ լվացած ջրքամված ոսպը։ Ոսպի վրա ավելացնում եմ սովորական սառը ջուր։ Ջուրը լցնելուց հետո խառնում եմ,
բերանը կծածկեմ, կթողնեմ մարման կրակով ոսպը մինչև վերջ եփի։ Մինչ ոսպով ապուրը կեփի, սիրելիներս, որոշեցի պատրաստել նաև հասարակ լապշայով փլավ։ Տապակը լավ տաքացրել եմ, ավելացրել եմ մի փոքր բուսայուղ, բուսայուղի վրա լապշան ու անընդհատ խառնում եմ, որ հավասարաչափ կարմրի։ Այնքան պետք է խառնելով հովեմ, մինչև կարմրի լապշաները, սիրելի հետևորդներ ջան։ Տեսեք ինչ լավ կարմրեց, հիմա ավելացնում եմ մյուս կեսը, որ հովել էի, խառնում եմ իրար, կրակը անջատում, թողում եմ, որ հովանա, նոր ավելացնեմ ջուրերման, այստեղ էլ արդեն ոսպն է լավ եփում, բոված լապշայի վրա լցրել եմ եռման ջուր և աղ, բերանը ծածկել եմ, թողնեմ թող եփվի, իսկ այստեղ արդեն մեր ոսպով ապուրը եփված է, կրակը նորից մի փոքր էլ իջեցնեմ, ոսպով ապուրին ավելացնեմ թարմը մանրացրած համեմ, մի կողմից լապշայով փլավն է պատրաստվում, մյուս կողմից էլ ոսպով ապուրը, հիմա կանաչին լցնելուց հետո խառնեմ, որ տեսնեմ աղիությունը, եթե ալանի լինի, աղ ավելացնեմ, մի փոքր ոսպով ապուրից կհամտեսեմ, որպեսզի իմանամ, եթե աղը պակաս է, աղ ավելացնեմ, այո, աղը մի քիչ պակաս է, պետք է ավելացնեմ, աղ ավելացնելուց հետո լավ կխառնեմ, բերանը կծածկեմ կափարիչով և մի 2-3 րոպեից արդեն պատրաստ կլինի համով հասարակ ոսպով ապուրը, այստեղ էլ լապշան է արդեն համարյա պատրաստ, մինչ ճաշերը կպատրաստվեն համեղություն եմ բերել, բերել եմ կարմիր պղպեղը բուսայուղով, սխտորով պատրաստված, բերել եմ նաև լոբու թթու, գեղեցիկ լոբիները շարված, համեղ թթու սխտորով, կանաչիով, լավրորի լիստով, նաև դրել եմ 1 տարա 3 կիլանոց կարմիր լոլիկները իրենց հյութի մեջ, տարայի մեջ դրել եմ նաև 1 հատ կծու պղպեղ, շատ համով է, լոլիկներն էլ առանց ճաքերի, ընտիր է սիրելիներս, բերել եմ նաև 1 հատ 3 կիլանոց կոմպոտ, ծիրանի և գիլազի խառնուրդով, հիմա տարաները լավ լվանամ, ինչքան էլ մաքուր լինեն, պետք է լավ լվացվի տարաները սիրելիներս, և այսօր կմատուցեմ այս համեղությունը ճաշի ժամանակ ընտանիքիս անդամներին, ամռանը աշխատել ենք սիրելիներս, բերք ու բարիք ենք ստեղծել, որ ձմռան այսպես ճաշերի ժամանակ բացենք և համեղությունները վայելենք, եթե ապրում ենք սեփական տան մեջ և ունենք հողամաս, հողամասը պետք է մշակենք, պետք է բանջարեղեն ցանենք, կանաչի տեսականի, իհարկե առանց ծաղիկներ չի լինի, ծաղիկները շատ, իմ սիրած ծաղիկներից անպայման այս տարի էլ եմ ցանելու սիրելիներս, առանց ծաղիկի չեմ կարող ես ապրել, շատ սիրում եմ ծաղիկներ, գիտեմ, որ բոլորս էլ սիրում ենք, հիմա լվանալուց հետո սիրելի հետևորդներ ջան, խոհանոցային անձեռնոցիկով կչորացնեմ,
Ձմռանը մեկ-մեկ այս պահածոներից մարդու սիրտ ուզում է։ Նստում ես ճաշի ժամանակ, բերենք կոմպոտ բացենք, կամ պերեց, գյազարով, ինչու չէ մարինադներ, միշտ էլ բացում ենք, միշտ էլ սիրում ենք մենք ձմռանը, որ ունենանք պահածոյացված տարաներ։ Արդեն պատրաստ է ոսպով համեղ ապուրը և լապշայով փլավը։ Երկու ճաշատեսակներն էլ պատրաստ են, լցրել եմ մատուցվող ափսեն։ Ոսպով ապուրը ստացվեց շատ համեղ և թանձր։ Լապշայով փլավն էլ շատ ընտիր է ստացվել, հատիկ-հատիկ։ Սիրելիներս, կարող ենք լապշայով փլավը մատուցել նաև սխտորի մածունից պատրաստված թանձրուկով։ Այստեղ էլ դրել եմ պահածոները, կբացեմ և ճաշի ժամանակ պահածոները ճաշերի հետ կվայելենք։ Մեզ բարի ախորժակ, ձեզ էլ բարի դիտում։ Այսօր էլ այսքանը, մնացեք խաղաղությամբ, եղեք առողջ և օրհնված։